Բարի առավոտ։ Մենք այսօր վերջապես սկսում ենք մեր երկար սպասված հաղորդումը։ Եվ դիմավորեք մեր առաջին հյուրին։ Երբ նախաճաշում են երկու գինեկոլոգներ, կարող է լինել մասնագիտական կոնսիլիում կամ անբացատրելի զրույց։ Ծվաբջիջներից մինչև ծվածեղ, փափ թեստից մինչև փանքեյք, մուգ շագանակագույն արտադրությունից մինչև կապուչինո։ Մենք երկար մտածեցինք, քննարկեցինք, ծիծաղեցինք, անգամ հասցրեցինք վիճել։ Արդյոք մեր գոլեգաները պատրաստ են նմանատիպ ֆորմատի։ Ոչ, բայց սկսում ենք։ Սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Կոտայքի մարզում, Գյուղ Գառնի, Մաքրամե ռեստորանում։ Այսօր մեզ հետ նախաճաշելու է մարդ, ով մասնակցում է մեկ այլ մարդու ստեղծման արարողակարգին process-ի ամենասկզբից։ Մենք մեր հաղորդաշարը սկսում ենք նոր կյանքի ծնունդով։ Մարդ, ով ունենալով աշխատանք Ռուսաստանի Դաշնությունում, հետ վերադարձավ Հայաստան, ստացավ իր երկրորդ նեղ մասնագիտությունը, իմիջիայլոց երկուսով միասին ենք ստացել այդ մասնագիտությունը, վերապատրաստվեց հարևան երկրում Վրաստանում եւ նորից հետ վերադարձավ Հայաստան։ Հիմա կիմանանք թե ինչու, սիրելի բժշկուհի Լիդա Ստեփանյան, շնորհակալություն, որ չմերժեցիք մեզ հետ նախաճաշելու հրավերը։ Խնդրում եմ մի փոքր պատմել, որտեղ եք ծավալում ձեր մասնագիտական գործունեությունը, ինչ աշխատանքային գրաֆիկ ունեք եւ արդյոք հասցնում եք նախաճաշել։ Ողջույն, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Աշխատում եմ IVF Live վերարտադրողական բժշկական կենտրոնում։ Աշխատանքային գրաֆիկը շատ խառն է լինում, առավոտյան 9-ից մինչև վերջին բուժարուն։ Նախաճաշել իրականում չեմ հասցնում։ Ինչպես բոլոր բժիշկները, մենք բոլոր բուժառուներին խորհուրդ ենք տալիս սնվել ճիշտ սննդակարգով, բայց ինքներս չենք հետևում մեր խորհուրդներին։ Ես հարց ունեմ, ով է ռեպրոդուկտոլոգը։ Ռեպրոդուկտոլոգը, հայերեն լեզվով ասած վերարտադրողաբանը, զբաղվում է զույգերի ամբողջության հարցերով, այսինքն վերարտադրողական բժշկությամբ։ Երբ է առաջանում անհրաժեշտություն դիմել ռեպրոդուկտոլոգի եւ երբ է դրվում ախտորոշում անպտղությունը։ Իրականում շատ լավ հարց է։ Եթե 12 ամիսների ընթացքում զույգերի մոտ կանոնավոր ցերական կյանքով ապրելու ընթացքում կլինիկական հղիություն չի ձևակերպվում, ապա արդեն անհրաժեշտություն առաջանում դիմել ռեպրոդուկտոլոգի։ Այդ տեսեք դուք նշում եք կլինիկական հղիություն տերմինը, մեզ համար պարզ է, բայց լինելու են շատ հետևորդներ, համոզված եմ, ովքեր կմտածեն, բայց ինչ ասել է թե կլինիկական հղիություն, ինչի բացի կլինիկական հղիությունից ուրիշ հղիություն գոյություն ունի, մանրամասնեք մի փոքր։ Գոյություն ունի երկու տեսակի հղիություն, դա բիոքիմիական եւ կլինիկական հղիությունն է։ Բիոքիմիական ասելով հասկանում ենք, որ մարդու հորիոնալ հոնոդոտրոպինի մակարդակը արյան մեջ բարձրանում է որոշակի քանակությամբ, սակայն կար ժամանակահատվածում նորից անկում է ձևակերպվում, իսկ կլինիկական հղիության ժամանակ մենք արդեն տեսնում ենք պտղաձուն, արգանդի խոռոչում եւ ունենք փաստարկներ, որ զուգահեռ հորմոնի մակարդակի աճին է։ Այսինքն, երբ կինը ունի միայն հորմոնով ապացուցված հղիություն, անվանում ենք դա բիոքիմիական հղիություն։ Իսկ եթե տեսանք արդեն բոլորիս հայտնի սոնոգրաֆիայով, հա, խոսում ենք արդեն կլինիկական հղիության մասին, հասկանալի է։ Կասեք, խնդրում եմ, անպտղության հիմնական պատճառները եւ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ հաղթահարման ճանապարհներ, խոսենք մի փոքր դրա մասին։ Իրականում անպտղության բազում պատճառներ կան, բայց ես հիմա կփորձեմ նշել հիմնականները, որոնց հետ ես ավելի հաճախակի եմ բախվում։ Դա արգանդափողային գործոնն է, արական գործոնն է, ձվազատման հետ կապված խնդիրներն են, հա։ Իրականում արական գործոնը հիմա ավելի շատ տեղ է զբաղեցնում, միգուցե մենք սկսել ենք զբաղվել տղամարդկանց առողջությամբ, այսինքն ցուցանիշները բավականին աճում են, եթե առաջ կանանց էին միայն մեղադրում, որ այ սկիսուր մայրիկները, հա, եւ մեր ընդհանրապես ավանդական հայկական ընտանիքներում ասում էին, այ մեր հարսիկից է այս ամեն ինչը, հիմա արդեն մենք հասկանում ենք, որ 50 եւ 50% գոյություն ունի։ Այո, միանշանակ ստուգումները սկսում ենք կնոջից, այո, բայց խորհուրդ եմ տալիս տղամարդկանցից սկսել, որովհետև իրաց հետազոտությունների ծավալը բավականին կարճ է, իսկ կանանցը ընդլայնված, դրա համար պետք չի անտեսել տղամարդկանց եւ
Արդեն միանգամից խոսենք, թե ինչպես պատրաստվել ռեպրոդուկտոլոգի մոտ առաջին այցին։ Զուգընկերոջ արդեն հասկացանք, որ պետքա զուգընկերոջ ներկայությունը պարտադիր լինի, եւ կասեք, առաջին այցի ժամանակ կան հատուկ զննումներ, թե ուղղակի խորհրդատվությունը անցկացվում է բանավոր կերպով։ Իրականում խորհրդատվությանը պատրաստվել ինչ-որ ձևերով հարկավոր չի, ուղղակի պետք է մոտենալ զույգերով առաջին անգամ խորհրդատվության։ Հետազոտության քանակը մինիմալն է, ուղղակի հասկանալ դա կնոջ հակամյուլերային հորմոնն է, գերձանային հետազոտությունն է, որը մեզ թույլ կտա հասկանալ կնոջ մոտ անտրաֆոլիկուլների քանակը եւ տեսնելով նաեւ հակամյուլերային հորմոնի արդյունքը եզրակացություն անել կնոջ ձվարանային պաշարի վերաբերյալ, իսկ տղամարդու առումով դա սպերմոգրաման է, որպեսզի հասկանանք ինչպիսի վիճակ է տղամարդու սերմի մոտ եւ հասկանալ մոտավորապես ինչպես է հնարավոր պլանավորել հղիությունը։ Սա մինիմալ հետազոտություններն են։ Երևի ուղղակի պետք է հոգեբանական պատրաստվածություն ունենա զույգը, որպեսզի հանգիստ մոտենալ, չնայած ինձ թվում է բժշկի մոտեցումից էլ է գալիս, որ իրանք կարողանան հանգիստ նկարագրել իրենց խնդիրը։ Շատ կարևոր նկատառում արեցիք, քանի որ Հայաստանում հայկական մենթալիտետում երեխան շատ սպասված մարդուկ է նոր ստեղծված ընտանիքում, հարցը իր մեջ կրում է հոգեբանական շատ նուրբ գծեր եւ այո, մենք բոլոր մասնագետներս զույգերի հետ աշխատելուց պետք է լինենք շատ նրբանկատ ու հաշվի առնենք, որ իրենք շատ երկար սպասում են այդ process-ին, արագ արդյունքել ուզում են մեզանից։ Եվ ես կուզենայի ձեր ասած խոսքից առանձնացնել անտրալ ֆոլիկուլների հատվածը, դաշտանային ցիկլի որերորդ օրով էլ պետք ճիշտ հաշվել ֆոլիկուլների քանակը։ Իրականում դաշտանային ցիկլի 3-րդ օրից, որտեղ շատ ժամանակ նկատում են պարզունքների մոտ հարց է առաջանում եւ իրենք նշում են, բայց չէ որ մենք դաշտանով ամենայն արտադրություն եւ այլն անում են անգամ, որ պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, այսպես մենք կբացենք ճակերտները եւ կասենք, որ ճիշտ օրը դա հենց ցիկլի 3-րդ, 4-րդ օրերին է։ Եվ հիմա կուզենամ արդեն խոսեք ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից եւ արդյոք վիրաբույժ գինեկոլոգները օգնում են ռեպրոդուկտոլոգներին, եթե այո, որ հատվածով եւ ինչպես են խանգարում, որտեղ մենք գիտենք, որ երբեմն խանգարում են։ Իրականում սա իմ սիրած հարցերի շարքերից է, թե բուժարունների կողմից եւ թե իմ շրջապատող մարդկանց, ինքս ավարտելով Մոսկվայում վերարտադրողական վիրաբուժական բժշկության կենտրոնում, ասեմ, որ վիրաբույժ գինեկոլոգները շատ են օգնում մեզ եւ շատ էլ խանգարում են, որովհետեւ յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն պետք է լինի տեղին։ Շատ հաճախ հանդիպում են բուժարուներ, որոնք որ ունեն արգանդի մարմնի պոլիպ, ցերվիկալ կանալի պոլիպ, միոմատոզ հանգույցներ հենց արգանդի խոռոչում։ Իհարկե գալիս է արդեն էնդոսկոպիկ վիրաբուժության ճյուղը, այո, եւ շատ լավ էնդոսկոպիկ վիրաբույժ, որը կտիրապետի իր գործին կանի ճիշտ վիրահատություն, շատ հաճախ բուժարուների հենց խնդիրը կայանում է դրանում, այսինքն օրգանական պաթոլոգիա է եւ վիրահատությունից հետո մենք ունենում ենք հղիություններ բնական ճանապարհով, այո։ Իսկ ինչպես են խանգարում այդ դեպքում։ Վերջերս հանդիպել եմ 2 բուժարուի, ցածր ձվարանային պաշարով, հակամյուլերային հորմոնը 0.300 քանիս եւ ավելի ցածր 0.1 եւ պարզվում է, որ պացիենտին իրականացրել են լապարոսկոպիա ձվարանների կաուտերիզացիա։ Մի փոքր երևի մանրամասն եմ, նկարագրեմ կաուտերիզացիայի ընթացքում ձվարանային հյուսվածքը ֆոլիկուլը, որ կարող էր հասունանալ եւ դառնալ դոմինանտ ֆոլիկուլ, որը կնպաստեր ձվազատմանը եւ իհարկե հետագայում բեղմնավորմանը։ Վիրաբույժը խոչընդոտում է այդ process-ին եւ կոպիտ ասած այրում է, պայթացնում է այդ ֆոլիկուլները, որով եւ նպաստում է ձվարանային պաշարի իջեցմանը։ Այս տարիքում եւ ընդհանրապես հիմա որ վերարտադրողական բժշկությունը վերելք է ապրել, այսինքն բոլորիս քաչ հայտնի պոլիկիստոզի ժամանակ պետք չէ միանգամից
գնալ եւ իրականացնել ձվաների կաուտերիզացիա։ Եվ ֆոլիկուլյար կիստաների վիրահատության հետ կապված պետք չի ռեզեկցիալ զվարանները։ Ֆունկցիոնալ կիստաների շատ տեսել եմ, որ ոչ թե արել են պահպանողական վիրահատություն, ընդհանրապես ֆունկցիոնալ կիստաները մոտ 3 ամիս հարկավոր ուղղակի հետևել ուլտրաձայնային հետազոտումը, այո, դինամիկ հսկել, բայց մենք տեսնում ենք վիրահատություններ եւ ցավոք սրտի չեն անում ցիստեկտոմիա, այլ ընդհանրապես զվարանային ռեզեկցիա եւ փոքր զվարաններ ենք տեսնում սոնոգրաֆիկ, դա շատ ցավալի է։ Բժշկուհի ձեր մասնագիտությունը կարելի է ասել մխրճված է հույսի եւ սպասման մեջ։ Ինչ եք դուք խորհուրդ տալիս՝ հույսը պահել, թե հնարավորինս արագ գործել։ Շատ լավ հարց է, իրականում մեծ նշանակություն ունի կնոջ տարիքը եւ որոշակի փոքր հետազոտություններ, այսպեսի ասած check-up-ներ անցկացնելուց հետո նոր կարող եմ ես խորհուրդ տալ հույսը պահել, թե դիմել վերարտադրողաբանի եւ այդ ժամանակ հույսը պահել, որովհետեւ տարիքի հետ զուգընթաց կնոջ զվարանային պաշարը իհարկե իջնում է եւ չեն կարող, այսինքն ինչ նույն միջամտությունը դու կատարես ռեպրոդուկտիվ տարիքի կանանց եւ ինչ արդեն ռեպրոդուկտիվ տարիքի շեմը անցած կանանց, մենք ունենում ենք լիովին տարբեր արդյունքներ։ Դրա համար իհարկե ես եթե տարիքային շեմը բարձրանում է, խորհուրդ եմ տալիս միանգամից դիմել մասնագետի Հույսը չկորցնել։ եւ հույսը իհարկե երբեք հույսը չկորցնել, որովհետեւ անպտղությունը դա դատավճիռ չի եւ մասնագետների հետ հնարավոր է հաղթահարել։ Եվ ասենք, որ բժշկության մեջ չկա 100%-անոց արդյունք, մենք երբեք ոչ մեկին ոչ մի բան 100%-ով չենք խոստանում, կամ չենք ասում, որ 100% ձեր մոտ չի ստացվում երեխա ունենալ, կամ դա 100%-ով կստացվի։ Այստեղ մեկ գումարած մեկը երկուս չի հաստատ, 3 էլ կարող է լինել, 4 էլ կարող է լինել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Դրա համար ինձ թվում է հույսը, հավատը, լավ էմոցիաները ավելի կնպաստեն մեր գործին։ Այո, իրականում մի հատ կլինիկական դեպք հիշեցի, հիմա ձեզ ասեմ, անհայտ ծագման անպտղություններ եւ բոլոր Հայաստանում բոլոր մասնագետների մոտ բուժառուս անցել էր, ինչպես նաև արտասահմանում արել էր արտամարմնային բեղմնավորման շատ փորձեր անհաջող։ Մի քիչ խորացա այս հարցի շուրջ եւ սկսեցի մտածել անհնարին հոգեբանական ֆակտը հոգեբանի հետ կատարեցինք իհարկե շատ այցեր հոգեբանի մոտ աշխատանք, սակայն անարդյունք եւ մի բան մտածեցի, որ կարելի է ստուգել ծանր մետաղների տարրերը։ Բուժառուս ինքը նկարչուհի էր։ Իհարկե բոլոր տարրերը եկան շատ բարձր շեմով բարձրացած եւ 2 ամիս ընդամենը դետոքս անելով օրգանիզմի մենք հասանք հղիության։ Այսինքն օրգանիզմում կար որոշակի քանակի թունավոր։ Այո, ծանր մետաղների տարրեր, որոնք որ առաջացնում էին ինտոքսիկացիա։ Ուրեմն որ միշտ չի որ մենք կարող ենք հասանք հղիության առանց արտամարմնային բեղմնավորման։ Այո, բնական ճանապարհով։ Շատ լավ ողջունելի։ Շատ լավ է։ Եկեք խոսենք նաև պետպատվեր ծրագրերից, մեր երկրում գործում է պետպատվեր ծրագրեր եւ ես շատ հաճախ նկատել եմ, որ մասնագետները ֆիքսվում են միայն տարիքի վրա եւ ներկայացնելուց ծրագրերը ֆիքսում են, հա, օրինակ 20-ից 40 տարեկան կանայք դիմեք եւ այլն, բայց այդ տարիքի կանայք դիմում են հաստատություն եւ անցնելով որոշակի հետազոտություն լսում են արտահայտություն, որ կներեք, բայց մենք ձեզ չենք կարող պետպատվեր անել։ Եկեք բացենք ճակերտները, որպեսզի կանայք հասկանան ինչի դեպքում կարող է հետո չներառվել ծրագրի մեջ, ինչն է կարևոր այս դեպքում։ Շատ լավ հարց է, ես էլ եմ բախվել շատ, իրականում մեծ նշանակություն ունի հակամիլերային հորմոնի մակարդակը արյան մեջ, եթե մեկից ցածր է լինում, պետպատվերը ցավոք սրտի չի ֆինանսավորում։ Հակամիլերյան հորմոնը բոլորից ծանոթ անտիմյուլեր AMH-ն է։ Կասեք, որ օրն է ճիշտ հանձնել, որտեղ հնում ասում էին, որ պարտադիր պետք է հանձնել դաշտանային ցիկլի 3-րդ օրը, հիմա կարծես թե փոխվել է ամեն ինչ։ Իրականում հատուկ չկա, որ ասեմ գնացեք այս օրը հանձնեք եւ կլինի ցուցանիշը անկախ օրից կարևորը ճիշտ նորմերը պահած, այսինքն քաղցած հանձնել իրականում նշանակություն չունի օրը։ Եվ մենք տեսնում ենք տվյալ կնոջ մոտ զվարանների ինչ պաշար։ Բայց նշենք, որ հակամյուլերյան հորմոնը ոչ մի ձև չի արտահայտվում ձվաբջիջի որակը։ Նա խոսում է քանակի մասին, բայց դա որակապես ցուցանիշ չէ, եւ ձվաբջիջների որակի մասին ինչն է խոսում, դա էլ շեշտենք։ Ձվաբջիջների որակի մասին միակ բանը, որ կարող ենք հստակ ասել, որ դա խոսում է որակապես սպասվում ենք ավելի լավ, թե մի քիչ վատ որակով ձվաբջիջների։ Իրականում, եթե բուժառուս դիմում է եւ չի ունենում էնդոմետրիոզ,
Ես եւ տարիքը լինում է ռեպրոդուկտիվ տարիքի, հա, ես արդեն ասում եմ մեր մոտ ձվաբջջի որակը հաստատ լավը կլինի, սակայն ձվաբջջի որակի մասին տեղեկատվություն կարող ենք ստանալ միայն արտամարմնային բեղմնավորման ընթացքում, երբ մենք ձվարանները խթանում ենք, իրականացնում ենք ֆունկցիա եւ արդեն փոխանցում ենք մեր էմբրիոլոգին եւ ինքը դնում է արդեն համապատասխան մեթոդով բեղմնավորման եւ հաջորդ օրը եթե ինքը մեզ հայտնում է, այսինքն ինչպիսի սաղմ ենք ստանում, մենք նոր կամ չենք ստանում, դրանից ելնելով նոր կարող ես դու հաստատ փաստել ձվաբջջի որակի հետ կապված որևիցե հետազոտություն ցավոք սրտի մեր օրերում գոյություն չունի։ Միայն տարիքից ելնելով հույս ենք ունենում, որ երիտասարդների մոտ պետք է լավ որակի ձվաբջիջներ ստանանք։ Ինչպես կասեր Սթիվեն Քինգը, լավ օրը սկսվում է լավ նախաճաշից, իսկ մենք սկսում ենք հարցեր տալ բլից։ Եթե ոչ գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, ապա դատավոր։ Ես չեմ ասում այդ պատասխանին անկեղծ։ Լավ, չէ։ Նախաճաշ ընտանիքի անդամների հետ, թե օրինակ ամենամյա միջազգային կոնֆերանս Էշրե այս տարի Փարիզում։ Այս տարի Փարիզում նախաճաշ ընտանիքի հետ։ Ձվարանների պունկցիա, թե էմբրիոնի տեղադրում։ Էմբրիոնի տեղադրում, որովհետև այսպես ես տեսնում եմ իմ բուժարոյի էմոցիաները։ Տեղադրել 3 օրեկան սաղմիկ, թե 5 օրեկան։ 5 օրեկան սաղմիկ։ Ներարգանդային սերմնավորում, թե արտամարմնային բեղմնավորում։ Իրականում երկուսն էլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին են պատկանում, որը որ բուժարոյին ավելի անհրաժեշտ է, դա էլ կընտրենք։ Դե ինչ, այս փուլն էլ անցանք, այլ կերպ ասած, բուն առաքելությունը մարդկանց կարևոր ինֆորմացիա փոխանցելու համարում ենք կատարված։ Այլ կերպ ասած, ժամանակն է խաղալու բժշկական այլ կերպ։ Մենք ունենք հատուկ խաղաքարտեր, որտեղ գրված են լինելու բժշկությանը վերաբերող բառեր, եւ ինչու այլ կերպ, մեր դեպքում այլ կերպը ել ավելի այլ կերպ է, քանի որ բացատրելու է միայն հյուրը, եւ որ մեկիս կհաջողվի ավելի շատ բառեր գուշակել, նա էլ կընտրի հաջորդ նախաճաշի վայրը։ Ինչ պատրաստ եք։ Այո, Սկսեցինք։ Հանձնում եմ խաղաքարտերը, մեկ խաղաքարտը բացատրում եք Լուսինեին, մյուսը ինձ։ Շատ բարի։ Ումից եմ սկսում։ Դուք ընտրեք։ Լուսինեից։ Ահա։ Սկսեցինք։ Եթե կրակի հետ կամ վնասված քալի։ Այրված։ Այրումը եթե շուտա Մակարդվում։ Եթե մարդը գույներ չի տեսնում։ Չգիտեմ անցի։ Վիրահատության ժամանակ եթե ունենում կարինահոսություն, ինչ գործիք են տեղադրում։ Սեղմիկ, սեղմակ։ 3 Մահճա։ Հա ոչինչ անցի, մյուսը։ Անցանք։ Դիակի ինչ են անում։ Դիահերձում։ 4 Իրականում այս մեկ բառը չեմ կարող։ Դեռ ունենք ժամանակ, էլի բառեր կան։ Ոչ։ Այն մյուս բառը ասա տեսողության հետ կապված ինչ էիր ասում։ Տեսողության, երբ որ մարդ գույներ չի տեսնում։ Ուրիշ Այսքան աշխարհը տեսնում է Սպիտակ։ սպիտակ, դա։ Այ դա ինչպես կարելի է ասել բժշկական տերմինով։ Այս հողներ են բոլոր Լակաբուժերը, այո։ Ես չգիտեմ։ Վերջացավ։ Գունակություն։ Գունակուրություն։ Գունակուրություն։ Ահա, մենք չգիտեի դրա Ես մասին։ չգիտեմ։ Գնացինք։ Հիմա Լիլիթին։ Ծննդաբերության ժամանակ որ ոսկրն է կարողանում ընդհանրապես Ոչուկն է կարողանում շարժվել։ Հա, բայց ինքը որ ոսկրն Կոնքը։ Ահա։ Հա, մեկ։ Եթե մարդ ունի հիվանդություն եւ իրան նշանակել են բուժում, դա ինչի տեսքով է։ Ինչի տեսքով կարող է լինել։ Բուժումը։ Ահա։ Վիրահատության։ Չէ, մարդ ընդունում է։ Դեղորայք։ Արյան Ինչ շրջանառություն, մակարդելիություն։ որ գնում ես ու եւ հազում ես արյան կետերը։ Անալիզ, հետազոտություն։ Ոչ, որ դու հանդիսանում ես դոնոր։ Արյան խումբրեզուս։ Որ դու լավ, հիվանդություն որի ժամանակ առաջանում են կոտրվածքներ շատ։ Թախեց։ Եթե մարդու վրա լցնես ծծմբական թթուիչ կլինի օրգանների։ Կքայքայվի։ Ահա։ Եթե որևից օրինակի համար կա լյարդի ցիրոզ։ Ինքը ինչ է անում։ Այդ օրգանը լյարդը ինչպիսին է լինում։ Ստոպ։ 3 բառ։ Ասենք Ստացվում է այնպես, որ հաջորդ վայրը կընտրես դու, իսկ մինչ Լուսինեն կորոշի թե հաջորդ անգամ որտեղ ենք նախաճաշելու, սիրելի բժշկուհի, ինչ ուղերձ ունեք անպտղությանը բախված զույգերին։ որևիցե քայլում երբևիցե մի հուսահատվեք։ Եղեք առողջ եւ իրազեկված։
Դե ինչ, հուսանք նմանատիպ ֆորմատը ձեզ դուր եկավ։ Բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ նախաճաշերը։ Մեկնաբանություններում թողեք կարծիքներ եւ հարցեր, մենք կքննարկենք հաջորդ նախաճաշին 3 ամենահետաքրքիր հարցերը։ Մինչև հաղորդումը փակելը ունենք անակնկալ նվեր մեր հյուրին։ Ընտրել ենք Վան Գոգի նոտատետրը եւ Սարյանի գրիչը, որպեսզի լինի երկու մշակույթներից, երկու երկրներից նվեր Եվ հուսանք, որ այս գրիչով կֆիքսեք հերթական հաղթանակները կապված անպտղության հետ։ Սրանք սիրով նվիրում ենք ձեզ։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է։ Վերջում առանձնահատուկ շնորհակալություն Մաքրամե ռեստորանի տնօրինությանը մեզ հյուրընկալելու եւ նկարահանման թույլտվության համար, իսկ թե ում հետ ենք նախաճաշելու հաջորդ անգամ կիմանանք շատ շուտով։ Վերջ։